Լապարի երեգոտ սեզի դերնական աղոտքոն է տեսկսին Օրտնյալ դերմեր Իսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերգինս ես սուրբ եղիցի անունքո Եղեսե արքայություն քո եղիցին կամ քո որպես հերգինս եւ երկրի ըս հացներ հանավազոր դու մեզ այսօր Եվ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողուկ մերոց վարդաբանած եւ մի դանիլս մեզի փորձություն այլ բրգյաց մեզի չարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ բար Հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ Իչար խորորդոց, իպանից և իգործոց, բրգյաց մեզ և ողորմյան քո արարածոց և մեզ բազմամեղացս, ամեն։ Հրամեցեք։ Նկատի արած, որ մեր այսօրվան նայել Սաղմոսը դարձյալ 99-րդ Սաղմոսը թագավորական Սաղմոս է, անորոմանալ նայել մեր շարականի երկեցողությունը պիտի ելա Քրիստոս թագավորի, Աստված թագավորի նվիրված շարականը, որն անցյալ անգամին ալ երկեցինք այս բաժինը, թագավոր անմահ արարիչ հավիտենից, քու մարդասիրությամբ խնայի է մեր անձերը, թուն որ ստեղծիչ ես կենդանիներու, այսինքն ողջերուն եւ հանգուցյալներուն, ննջեցյալներուն։ Թագավոր անմահ արարիչ հավիտենից, մարդասիրությամբ պտկո խնայահանցինս մեր ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննջեցելոց թագավոր անմահ արարիչ հավիտենից մարդասիրությամբ պտկո խնայահանցինս մեր ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննջեցելոց թագավոր անմահ արարիչ հավիտենից մարդասիրությամբ պտկո խնայահանցինս մեր ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննջեցելով Վերջին անգամ թագավոր անմահ արարիչ հավիտենից մարդասիրությամբ պտկո խնայահանցինս մեր ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննջեցելով Դեր Աստված մեր, թուն որ թագավոր ես փառքով և զորությամբ, ու գթագավոր ես ժողովուրդներու վրա, երկյուղածությամբ կխոնհարին ու դիմացդ, թուն որ սուրբ ես և կսիրես արդարությունը, հաստատե մեր սրտերում մեջ ճշմարտությունն ու իրավունքը, սորվեցուր մեզի քեզ երկրպագել մաքուր սրտով և խոնարհ հոգիով, ինչպես Մովսեսը Ահարոնն ու Սամվելը քեզ կանչեցին և դու պատասխանեցիր, այնպես ալ լսե մեր ցայն այսօր։ Ները մեր մեղքերը, ուղղե մեր ճամփաները եւ առաջնորդե մեզ քու ճշմարտությամբ։ Դեր բարձրացնենք քեզ մեր կյանքի մեջ, խոնարհինք ու սուրբ լերանդ առջև եւ խոստովանենք, թե դու միայն սուրբ ես, որովհետեւ սուրբ ես Տեր մեր Աստվածը, այժմ մինչև հավիտյանս։ Ամեն։ Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ այն է ծառվածն մեր ողորմյան
փրկելս մեզ ի փորձութենե եւ ամենայն վտանգից մերոց եւ եւս խաղաղությանս դեր աղաչ Եսուք վասն լսելի լինելով դիարն Աստուծո ցայնի աղաչանած մերոց բարեփոխությամբ Սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ կտության դիարն Աստուծո ամենագալ դեր Աստված մեր գեցո եւ ողորմյան դեր ողորմյան դեր ողորմյան դեր ողորմյան Սուրբ Եսով երտնավոր հայր Հուսրկությամբ ճշմարտությամբ եւ արդարությամբ նաեւ գանչեցիր մարտարարածը որովհետեւ քո նմանությամբ նաեւ ապրի այս երկրավոր ժամանակավոր կյանքի ընթացքին արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ այնպես ինչպես դու ինքդ հիշեցուցիր անցյալին նաեւ նոր ժամանակներուն այն հրավերը որ դեպի քո ժողովրդի տեսելով սուրբ եղեք որովհետեւ ցեզ գանչող Աստված ինքն սուրբ է Այս սրբության կոչումը նաև դեպի մեզ մեր յուրաքանչյուրին այսօր, որպեսզի մենք գալ այս սրբությամբ ապրենք։ Հագարակ աշխարհի թրվածքին, ալեգոցության, նեղության, դժվարության։ Այս որպեսզի կարենանք ապրիլ այս սրբության կյանքը մեր աղոտ խնդրանքն է, որ դաս մեզի շնորհքը Սուրբ Հոգի, օրհնություններով լեցուն եւ իմաստությամբ, որպեսզի կարենանք քո նմանությամբ ապրիլ մեր այս երկրավոր ժամանակավոր կյանքը սրբության կյանքով։ Լեցուն են մեր շուրջ նեղությունները, դժվարությունները, փորձությունները, բայց հակառակ այդ բոլորին, սակայն դու հրավիրեցիր նմանելու քեզի եւ այդ նմանությամբ նաեւ գալու այդ խոստումը հավիտենական կյանքի ժառանգության։ Միջ այդ նաեւ դվիր Բادرազմելու այդ սպառազինությունը, որպեսզի կարենանք թեմ թրածը լալ չարին արձակած բոլոր տեսակի մխացող նետերում։ Այս բանուն գաղութենք եւ խնդրենք ով երտնավոր հայր։ Ողորմությամբ եւ կտությամբ նայիս մեզ մեր յուրաքանչյուրին։ Այստեղ հավաքվածներուս եւ ընդհանրապես մարդկության։ Եվ կողորտություններով լեցնես մեր կյանքը Եվ այդ օրհնություններուն հետ միասին նաև տաս մեզի շնորհքը հասնելու մինչև հուկալուստի երկրորդ թիմավորության։ Անորամարակ գաղութենք եւ կխնդրենք, որ այս սերդողությունները որուն կհաջախենք եւ որուն նաև դու մեզ մեր յուրաքանչյուրը կհրավիրես այստեղ ներկա լալու, դուր մեզի իմաստությունը, որովհետեւ մենք աստվածային ու երկնային իմաստությամբ կարենանք կարդալ պատվերներդ, պատվիրաններդ, խոսքերդ ու պատգամներդ եւ աստվածային իմաստությամբ կարենանք ըմբռնել այդ բոլորը եւ ապահովել մեր հոգեվոր սնունդը որպես անով աճինք անով հասունանանք քո նմանությունը ունենալու համար ուստի գաղութենք եւ խնդրենք ինչպես միշտ այսօր դու մեզ առաջնորդես խոսողին դաս իմաստություն դպչիսանոր շփներուն լսողներուն նաև դպչիսանոն սականչներուն, եթե կան գարձրացած սրտեր, թող որ փշրվին, կան դագավին գարձրացած մտքեր, թող որ փշրվին ու սիրովդ, որպես այնտեղ կարենան այդ պատգամներդ, այդ պատվերներդ, պատվիրաններդ, խոսքերդ, իբրև սերնահատիկ, գտնեն տեղ բարար հողի մեջ, որպեսզի մեկի փոխարեն դա բազմապատիկ արդյունք, ու մանավանդ այդ բոլորը առնենք որպես աղ եւ լույս, որն համար հրավեր գոչ ուղեցիր բոլոր անոնց, որոնք քեզի աշակերտության համար եկած էին, ասելով դուք եք երկրի աղը, դուք եք նաեւ աշխարհի լույսը, այդ աղն ու լույսը գալու համար դու մեզի շնորհքը, որպեսզի կարենանք մենք քո նմանությամբ նաեւ ապրելու այս երկրավոր կյանքի ընթացքին, որպեսզի մարդիկ որ տեսնեն չտեսնեն մեզ մեր անձերը, այլ տեսնեն մեր անձերուն մեջ են քու ներկայությունդ եւ քու ներկայությամբ նաեւ քու սերդ, որ հրավեր գոչ կուղես յուրաքանչյուր մարտարարածին, որպեսզի քեզի վերադառնա։ Այսօր կսկսենք մեծ բակի շրջանը արդեն մեր աղոտ խնդրանքն է, որ յուրաքանչյուրիս առաջնորդես համբերությունը տալով, իմաստությունը տալով եւ ամբողջ բայեցողության խորհրդի իմաստը ունենալու եւ ըստ այնմ նաեւ պատրաստվելու մեր Փրկին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին։ Սակայն այդ հարության տոնը
որպես նաև պատրաստություն մեր հարության։ Այդ հարության դոնը նաև որպես պատրաստություն մեր Փրկին Հիսուս Քրիստոսի երկրորդ կառուցքի դիմավորության։ Անորամարալ գաղութենք եւ խնդրենք, որ մեզի շնորհ կտաս իմաստությունը, ամպերությունը եւ թուն առաջնորդես մեզ։ Այս այդով գաղութենք եւ խնդրենք բոլոր անոնց համար, որոնք ֆիզիկապես այստեղ չեն, ուր որ են, ինչպիսի պայմաններում մեջ որ են, եթե կհետևին համացանցի ճամփով, նաև անոնց համար գաղութենք, որ իմաստություն դաս։ Եթե գործով զբաղեն, ուր որ են, բահես սիրենք, որովհետեւ նաև այդ փորձություններում մեջ կարենան հաղթական քո առաջնորդությամբ դուրս գալ։ Եվ ի վերջո ողորմությունը կխնդրենք ով երթավորար։ Ողորմությունը կխնդրենք եւ մեր աղոթքը կբարձրացնենք ասելով
մեզ ողորմյան։ Բարի երեգո ձեր բոլորին, նաև բարի երեգո բոլոր անոնց, որոնք ֆիզիկապես այստեղ ներկա չեն այսօր, երևի օդի այս եղանակի պատճառով, բայց ուր որ են, ինչպես մեր աղոթքի մեջ հիշեցինք, դեր ինքը բահես իրենք եւ անոնք, որոնք կհետևին այս ուղիղ եթե live streaming այս սերտողություններում, անոնց համար աղոթեցինք, որ Աստված իմաստություն տա ինչպես մեզի, նաև բոլորին, որպես այս սերտողությունը աստվածային իմաստությամբ եւ առաջնորդությամբ կատարվի։ Ինչպես նաև աղոթքի մեջ հիշեցինք, որ այսօր արդեն առաջին օրն է մեծ պահքի շրջանին։ Եվ այս մեծ պահքի շրջանը, ինչպես ամեն տարի կգրտնվի, ամեն տարի կսվի, կհիշեցնեն, որ միայն ուտել խմելու հետ կապված չէ, այլ նաև պատրաստության առիթ է։ Նաև հիշեցումի առիթ է, թե Տերը ինչ կատարեց, եւ ամիջապես մեր միտքը կուկա հետեւյալ թեփ կտրվակը քաղված 5 դագարանի ելից քիրքեն։ Երբ որ Աստված Իսրայելը Եգիպտոսեն դուրս պիտի բերեր, դուրս պիտի հաներ, եւ գսե իրենց թելատրեց Իսրայելի ժողովրդին, որ Աբիբ Նիսան ամսվան, այսինքն ապրիլ ամսվան 14 եւ 15 թվականներուն ամեն մեկ դուն իրեն համար թող որ պատրաստե քարնուկը, եւ այդ քարնուկը զոհ է, այդ քարնուկին արյունը կսե թռներուն, որբեսի քիշերով երբ որ հոգեհար հրեշտակ անցնի հարվածելու, այդ արյունը տեսնելով իբրև նշան այդ դունը չհարվածեն։ Եվ գիշեցնե ելլելե հետո Եգիպտոսեն ելլելե հետո գսե Մովսեսին պատվիրե ժողովրդին, որ ամեն տարի հիշեն այս տոնը։ Եվ այդ տոնը կոչվեր Բասեքի տոն, Զադիկը։ Եվ ամեն տարի հիշեն, բայց ինչն է որ պիտի հիշեն։ Հիշեն, թե Տերը ինչ ըրավ իրենց համար։ Տերը ինչպես իրենք ազատագրեց Եգիպտոսի ստրգութենեն։ Տերը ինչպես իրենք ազատագրեց Եգիպտոսի ստրգութենեն, անցուց կարմիր ծովը, ապրեցան 40 տարիներ անապատի մեջ, եւ հետո հասան մինչև խոստացված երկիր։ Ամեն տարի հիշելու էին։ Եվ մենք կգարտանք նաև ավետարաններու մեջ կամ ավետարանիչներու քրություններու մեջ, թե ինչպես նաև Հիսուս ինք եւս այդ զադիկը դոնեց։ Եվ իր նախքան խաչելության այդ քիշերը զադիկը դոնեց, որովհետեւ ճիշտ այդ ժամանակահատվածին, որ հին զադիկը փոխարինվեր նոր զադիկով, հին զատկական քարնուկը փոխարինվեր ճշմարիտ քարնուկով։ Ուրեմն կնշան, երբ որ մենք ամեն տարի կդոնենք այդ զադիկը, այնպես ինչպես Իսրայելի ժողովուրդը պիտի հիշեր եւ պիտի հիշեցներ քալիք սերունդներուն, Աստուծո գադարածը իրենց կյանքի մեջ, նույնպես մենք կպատրաստենք այդ իմաստով հիշելու եւ հիշեցնելու սերունդներուն, թե Աստված ինչ կատարեց մեզի համար։ Եվ ինչ կատարեց մեզի համար, հանցն առնելու եւ ինք իսկ դրամատրելու ճշմարիտ քարնուկը մեր մեղքերուն կավության եւ թողության համար։ Որովհետեւ երբ որ հոգեար հրեշտակը անցնի վրայով Passover չհարված է այդ դունը, եթե եպեք այդ դունը կգրե քարնուկի արյունը։ Ուրեմն կնշան ամեն անգամ երբ որ մենք կպատրաստվենք բայեցողությամբ հասնելու միջև հրաշափար հարության դոնը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի, այդ բոլորը գնենք երկու իմաստով։ Առաջին հիշեցնելու եւ հիշելու թե Տերը ինչ ըրավ, նաեւ հիշելու եւ հիշեցնելու որ մենք ովքեր ենք, որպես մարդ արարածներ։ Մենք ինչեր ենք եւ անոնավարալ եկեղեցին ունի այնպիսի գեղեցիկ խորհուրդ, որ ամեն գիրագի մեծ պահքի շրջանին դիհիշեցնե մեզ մարդոց, մարդարարածի, թե ուր էր, ինչ էր մեր վիճակը եւ այդ վիճակեն ուր եկանք հասանք եւ հիմա մեզի համար ինչ կսպասվի եւ ինչ պատրաստված է մեզի համար։ Եվ անորոմանալ կսկսի փումփարի կենտանով, երանական վիճակով, թրախտային վիճակով, բայց որ մեդո նաեւ կհաջողի ամբողջ այդ հոլովույթը, որու մեջով անցավ մարդարարածը եւ մինչեւ այսօր ալ կհանցնի մարդարարածը։ Մինչև որ հասնի ավարտը, վերջի հանքրվանը, ինչ բանի համար, որ Քրիստոս նաև պատրաստեց իր աշակերտները։ Եվ adorabara մնայուն Քրիստոս կհիշեցնե այս բոլորը ըրեք, ոչ թե բարձրացած հիշեցում, մտքի հիշեցումի, մորցած ենք հիշենք, կամ վերակաղմը ընենք, այլ ընդհակառակը հիշեցնելու, թե Աստված ինչ ըրավ մեզի համար։ Այնպես ինչպես հիշեցնելու, որ Աստված ինչ ըրավ Իսրայելի համար, երբ որ սիրենք հանեց դուրս Եգիպտոսի ստրգութենեն։ Աստվածան մեզ հանեց մեղքի ստրգութենեն։
Մեզ անցուց ավազանի ջուրով, որպես գարմիր ջուրի կամ գարմիր ձողու խորհրդանիշը։ Եվ անապատային թափառումներու ընթացքին զիրենք կերագրեց մանանայով։ Իսկ մենք կգերագրվենք ամեն գիրակի հաղորդությամբ։ Նույն այն մանանան, որ երկինքեն իջած էր գսե Քրիստոս 6-րդ գլուխ Հովանու, գսե ծեր հայրերը գերան մանանան, բայց մերան։ Իսկ ճշմարիտ մանանեն ես է որ ցեզի գտամ, որ երկինքեն իջած ճշմարիտ հացն է։ Եվ հետո ամեն գիրակ, երբ որ մենք կճաշակենք այդ ճշմարիտ հացը, ինչն է որ ճաշակած կնանք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի արյուն ու մարմինը, որուն համար 6-րդ գլուխը շարունակե, ով որ չուդեր եւ ով որ չի խմեր իմ մարմինս եւ իմ արյունս, հավիտենական կյանք պիտի չունենա։ Ինչու՞, որովհետեւ ին իսկ է հավիտենական կյանք, ին իսկ է կյանքը։ Որն համար գսե ես եկա որպեսզի կյանք ունենաք եւ առավել կյանք։ Հետեւաբար սիրելիներ, եթե ամբողջ տարվա ընթացքին 365 օրերու քոնե նվազագույն 49 օրերը դրամատրենք, մենք մեզ պատրաստելու այդ ուղղությամբ։ Քրիստոսի հարության, հրաշապար հարության, բայց այդ բոլորը որպես նաև իբրև երախայրիկ առաջի բդուղը, նաև մեզ պատրաստելու այդ երևույթին, նաև մենք հարություն առնելու, առաջին հերթին հոգևոր հարությամբ եւ երկրորդ, եթե ֆիզիկապես ներկա չենք, ապա եւ երկրորդ քանոսին մարմնավոր հարություն առնելու եւ իր հետ լալու, ինչպես որպես է Թեսաղոնիկեցու նամակի մեջ, եւ Աստծո հրեշտակավիճը աստարարի Աստծո փողը հնչե, նախ ննչեցյաններ իրենք հարություն առնելու, իսկ անոնք, որոնք ողջ մնացած կլան դիրոջ կալուստինադեն, անոնց հետ միասին դերը թիմավորելու համար։ Սա կնշանակե, ուրեմն մենք բարձրես թվականը չէ, որ կպատրաստվենք թիմավորելու, այլ մենք կպատրաստվենք դերը թիմավորելու, Քրիստոսը թիմավորելու։ Բիդիկա օրը, որ պիտի թիմավորենք, ուզենք կամ չուզենք, որովհետև Պողոս առաքյալ շատ գեղեցիկ եւ այնքան թիվուկ ցեվով կներկայացնի այսելու համար, թե ամեն ձուն պիտի խոնարի անոր անունի թիմած։ Ուզենք կամ չուզենք, ընդունենք կամ ոչ, ամեն ձուն պիտի խոնարի։ Եվ երկնայինները, եւ երկրայինները, եւ սանթարամետականները, եւ ոչ թե միայն պիտի խոնարին, այլ նաեւ պիտի թավանին անոր անունը ասելով, ինչ թունես դերը, թունես ճշմարիտ դերը։ Հետևաբար մենք որքանով կպատրաստվենք դիրոջ քալուստի թիմավորության։ Ուրեմն բարձրապես ժամանակահատվածը չէ, որ ինչ ուտենք, ինչ չուտենք, որտեղ հետո դարձյալ պիտի ուտենք, ինչ որ պիտի ուտենք։ Կամ ինչ որ չէինք ուտել զրկվեցան բամը, եւ պիտի վերաթարնանք այդ ուտելիքին։ Անորամար Պողոս առաքյալը իր հռոմեացիներուն նամակին եւ Կորինթացիներուն նամակի մեջ կսե, ուտելու եւ չուտելու հետ, որ մեկ մի մեղադրեք եթե ուտե, որ մեկ մի մեղադրեք եթե չուտեր։ Այս բոլորը սակայն ինչպիսի պատրաստություն ունի դերը թիմավորելու համար։ Բայց վերջը Պողոս առաքյալը կսե, ուտելիքը եղած է ստամոքսին, ստամոքսը եղած է ուտելիքի համար։ Վերջակցան գսե երկուքն պիտի վերջ տրվին, եթե երբեք հանգարց մահը կա եւ մեզ պիտի տանի, չէ։ Սակայն գսե ինչպիսի պատրաստություն մենք ունեցան դերը թիմավորելու համար։ Այս բոլորի նպատակը դերը թիմավորել է։ Բայեցողության ջամփով, աղոթքի ջամփով, սերդողության ջամփով, խորհրդածության ջամփով, ինչպիսի երևույթներ, որոնք գոտնեն, պիտի օգնեն մեզ պատրաստելու, մեզ դաստիարակելու, մեզ մարզելու, մեր հոգևոր կյանքի կանտերը հավելյան ցետ ունենալու դերը թիմավորելու համար, որտեղ շատ հստակ են։ Եթե իր սազներն է որ կգադարվին, ապա նաև իր սազներու մեջ իր քալուստի մասին անալ պիտի գադարվի։ Եթե այսպիսի բաներ պիտի ելան, պիտի լսեք, պիտի տեսնեք, պատերազմներ, համաճարակներ, այսինչ կամ այնինչ, եթե այս բոլորը ըսեցավ եւ գադարվին, ապա կնշանակե իր սազներու մեջ իր քալուստի մասին անալ պիտի գադարվի։ Եվ գսե Քրիստոս մարդու որդին պիտի կա իր հորը փառքովը ամբերու վրա բազմած եւ պիտի կա թադելու համար աշխարհը յուրաքանչյուրը ըստ գործոց յուրաքանչյուրը իր փորձերուն համաձայն հետեւաբար ինչպիսի պատրաստություն է որ մենք կտեսնենք եթե ուտելիքի հետ կապված է անոն միջոցներ են մեզ պատրաստելու սակայն ինչպիսի հոգևոր իմաստով մեր հոգիները պատրաստելու ֆիզիկական օգտագործելու հոգևոր աճման համար եւ հոգևոր աճուն օգնելու ֆիզիկականին հաղթահարելու փորձությունները, որտեղ վերջի առաքյալը գսե չէ, հոգիս բայկարի մեջ է մնայուն մարմնիս հետ, մնայուն բայկար մգա գսե ներսիցիս, զիս ով պիտի ազատե, հետևաբար երբ որ հոգիս կզորանա, նաեւ պիտի օգնի այսինքն ֆիզիկական այդ բոլոր փորձություններուն, ցանկություններուն, որոնք պիտի կան եւ հոն են արդեն
Իմ շուրջը սեն արույցպես կմրնչեն, զիս զուղակը պիտի ցկեն, գլելու մասին կմտածեն։ Հետևաբար ընենք այնպես ինչպես խնդրեցին Գաղութի, որ դա մեզի զորությունը, դա մեզի իմաստությունը, համբերությունը, որպեսզի ըստ այնը այս ամբողջ շրջանը ոչ թե միայն 49 օրերու, այլ այս ամբողջ երկրավոր կյանքի ընթացքը մեզի դրված ապրելու այնպիսի, որպես բահեցողության շրջան։ Որտե բահեցողություն բարը եկած է բահել բարեն։ Մենք մեզ հերու բահելու ինչ են մեղքեն։ Մենք մեզ հերու բահելու ինչ են չար խորհուրդներեն։ Եվ մենք մեզ մոդիկ բահելու որու Աստծո։ Եվ բահեցողություն բարը նաև այդ գենթատրել։ Ոչ թե միայն մենք մեզ հերու բահելու ուտելիքներ են, այլ մենք մեզ հերու բահելու չարեն, չարիքեն, չար խորհուրդներեն եւ մոդիկ բահելու նաեւ Աստծո խոսքին եւ Աստծո ներկայությանը մեջ։ Թող որ իրավես յուրաքանչյուր ինչ խորհուրդով, ինչ մտքով որ սկսած է այս օրը հասնելու համար մինչեւ իր ավարտին, թող Աստված ինքը այդ իմաստությունը եւ այդ զորությունը, այդ շնորհքը դա մեզ մեն յուրաքանչյուրին։ Այսօր մենք պիտի փորձենք տեսնել սիրելիներ 99-րդ Սամոսը, որ ինչպես անցյալին նաև այսօր այս Սամոսը կխոսի թագավորական որպես թագավորի ուղղված Սամոս։ Եվ անցյալ անգամին խոսեցանք այն մասին, որ այս Սամոսները նախ տեսնելու ենք իր ժամանակահատվածին մեջ։ Ժամանակահատվածը սելով կնշա անցյալի, որտեղ վերջի այս Սամոսները եթե ըսված են անցյալի իր այդ գացության եւ այդ բարակային մեջ ըսված են։ Եվ անդորամարալ, եթե համեմատենք այս Սամոսը նախորդող քանի Սամոսներ ունեն, ապա այնտեղ նաև պիտի տեսնենք քերականական տարբերակներ։ Դերը պիտի թագավոր է, դերը գթագավոր է։ Մեկը ներկայի վիճակի մեջ, մյուսը աբարնի, քալիքի վիճակի մեջ։ Եվ այնպես նգթվի, եթե բարձրապես կարդանք, կարծեք ինքնին երևութական հակասություններ կան։ Մեկը պիտի թագավոր է, որ դակավին չէ թագավորած երևի, մյուսը արդեն իսկ գթագավոր է։ Արդյոք նույն թագավորի մասին է խոսքը, այո։ Սակայն ինչ ասել գուզ այս ժամանակներու տարբերությամբ գթագավոր է եւ պիտի թագավոր է։ Անոր համարալ Բողոս Արաքյալ քեղեցիկ փաստադրություն ունի իր այդ աստվածապահության իր մտածողության մեջ, որ անգլերեն լեզվով գսեն already but not yet։ Սկսած է, բայց դակավին իր ավարտին չէ հասած։ Անոր համարալ Աստծո թագավորությունը սկսած է, այդ թագավորության մեջ ենք։ Բայց դակավին իր ավարտին չէ հասած։ Եվ անոր օրինակը, երբ որ կգարտանք այս Սամոսները իր ժամանակահատվածի մեջ, եւ ադիգա անցյալ շաբթուն տեսանք մենք, որ բաժինը համեմատելով Եգիպտոսի վրա եկած հարվածները, որոնք եկան ցույց տալու թե ինչպես Աստված միակ ու ճշմարիտ Աստվածն է այդ բոլոր աստվածություններուն վրա։ Եվ այդ հարվածները եկան ցույց տալու այդ երևույթը։ Եվ այդտեղ մենք կերինք օրինակը, երբ որ Մովսես գնաց Փարավոնի բալադը, եւ այնտեղ Փարավոն ուներ իր մոքերը, իր այսպես ասած քահանաները կամ քուրմերը, որոնք իրենց աղոթներով, իրենց պաշտամունքներով, իրենց չաստվածություններով։ Եվ այդտեղ թեպքը մեզի կներկայացնեն, թե ինչպես ասեք քուրմերը իրենց խավազաններ ունեին, որոնք քեդին հարվածելով օծերու վերածվեցան։ Իսկ Մովսեսից ցերքի ունեցած խավազանը, որ դերը պատվիրած էր, այն նույն խավազանը, որ քեդին ցկեցկսե, այդ խավազանն ալ օծի վերածվեցավ, սակայն այդ օծը գլեց կսե մյուս բոլոր օծերը, որոնք ցույց տալու համար Աստծո ճշմարիտ աստվածությունը եւ ամենազորությունը։ Եվ դակամին չհաշված այն բոլոր 10 հարվածները, որոնք եկան Եգիպտոսի գլխուն։ Այդ բոլորը եկան ինչ ցույց տալու։ Եկան ցույց տալու, որ Աստված ինք է ճշմարիտ միակ Աստվածը։ Եվ ոչ թե միայն ինքն է ճշմարիտ միակ Աստվածը, այն նաև ինքն է թագավորը բոլոր ժողովուրդներում։ Ինքն է թագավորը նաև բոլոր աստվածություններով, այսինքն այն խոսքով ասել գուզե ինք ստեղծիչն ու արարիչն է, որտեղ վերջի այդ աստվածությունները ինչ էին, եթե ոչ բնության դառներն էին, բնության մեկմաստիկներն էին, որոնք դոկտակորձվեին որպես չաստվածություններ։ Օրինակ համար, եթե մեդաղը շինված է արցանը, այդ մեդաղը երկրեն բնության են առնված։ Քարե շինված է կամ ինչ տեսակ է որ շինված է, փայդե շինված է որ դարձյալ բնության մեկմաստիկն է։ Այլ խոսքով ասել գուզե, դու ինչ բանի որ նմանությամբ աստվածություններ շինացես եւ անոնց պաշտամունք կնես, պաշտամունքի արարգա ես վերածած, մի մոռնար սակայն այդ բոլորին ստեղծիչն ու արարիչը Աստված ինք է։
Եվ եթե ինքն է Աստված, ուրեմն արդեն իսկ ինք գթակավոր է։ Բիդի թակավորեն քալիքի մեջն է, բայց արդեն իսկ այդ թակավորության վիճակի մեջն ենք մենք, որտեղ այդպես վարժեցուց եւ սորվեցուց ուզեց այսպես դաստիարակել Իսրայելի ժողովուրդը։ Անորոմանալ Աստված դերմը նեղվեցավ, երբ որ Իսրայելը ուզեց իրեն համար թակավոր ունենալ։ Գիշեր երբ որ Եգիպտոսեն դուրս եկան, 40 տարիներ ապրեցան անապատի մեջ, հետո երբ որ մտան խոստացված երկիր ինչ սկսան տեսնել այս ժողովուրդը, իսրայելացիները ինչ տեսան։ Տեսան, որ իրենց շուրջ եղող ազգերը, ժողովուրդները թակավոր ունին, ամոնացիները, փղշտացիները, կանանացիները, իրենք ալ ցանկացին, իրենք ալ ուզեցին թակավոր ունենալ։ Որտեղ ասկի առաջ իրենք ինչով կղեկավարվեին, ինչով կկառավարվեին, թադավորներով։ Ատքի առաջ ինչով կղեկավարվեին, հեսու եւ 70 այսպես երեցներով, կամ իմաստուններով։ Ինչ որ նաև անապատային թափառումներու ընթացքին Մովսեսը այդպես սկսավ ղեկավարել այս ժողովուրդը, որտեղ երբ որ սկիզբը Մովսեսին առաջնորդեց այս ժողովուրդը դուրս, Եգիպտոսեն դուրս անապատային թափառումներու ընթացքին, ինք առանցին կկառավարեր այս ժողովուրդը, իր աները հոթոր, ըստ որ ճիշտ չէ քո այս ըրազը, քեզ համար օգնական պետք է։ Եվ 70 երեցներ ընդրվեցան, որպես այս ժողովուրդը կառավարեն։ Բայց միշտ իմը ունենալով, որ այս ժողովրդին գարավարիչները ներկայացուցիչներն են ճշմարիտ թակավորին Աստծո։ Եվ հանկարծ երբ որ խոստացված երկիր մտան եւ ուզեցին թակավոր ունենալ ի ցանկություն տեսնելով մյուս ազգերու ժողովուրդներու թակավորները եւ այդպես ուզեցին թելադրեցին Սամվել մարգարեին, որ մեզի համար թակավոր եւ Աստված ինչ արավ։ Սա դե ներվեցան։ Ըսել ուզեցին, որ մենք քեզ չենք ճանչնալ իբրև Աստված։ Մենք քեզ չենք ճանչնալ իբրև թակավոր։ Նույնը երբ է որին Քրիստոսի խաչելության բանուն։ Քրիստոսի խաչելության բանուն, երբ որ Պիղադոս փորձեց պարապան կամ Քրիստոսը ազատ արձակելու, այնտեղ օրենքի ուսուցիչները եւ փարիսեցիները ինչ ըսին պարապան մեզ համար ազատ արձակել, Հիսուսը խաչ հանեն։ Ըսին, բայց ինչ Պիղադոսը, բայց ինչ հրած է, որպես խաչ անեն։ Ըսին, եթե ինքը խաչ չհանես, որտեղ ինքը թակավոր կհրճակե։ Իսկ եթե դու ինքը խաչը չհանես, ապա կնշանակե, որ դու գայսրի բարիկամ չես, որտեղ մենք գայսրը կճանչնանք իբրև թակավոր։ Եվ ահավասիկ արդեն այնտեղ երկրորդ կամ քանի մարիտներով ունեցան այն արտահայտությունը մերժելու զասված իբրև իրենց թակավորը։ Որ կնշանակե այսօր մենք կրնանք ունենալ երկրավոր թակավորներ, այսօր մենք կրնանք ունենալ երկրավոր գարավարիչներ, ի հարկանս բոլորին սակայն անոնք ուրիշ բան չեն, եթե ոչ ճշմարիտ թակավորի ներկայացուցիչը, ուրիշ բան չեն, որտեղ բոլորն ալ մահկանացուներ են, ուշ կամ գանուխ, բոլորն ալ մահկանացուներ են։ Անոր համար գիտակցություն է պետք եւ ղեկավարին եւ ժողովրդին, որ ով է ճշմարիտ թակավորը մեր։ Անոր համար երբ որ Նավուկոդոնոսոր թակավորի հրամանով արձան մնե որ կգանքնեցներ եւ կբարդատրեն որ երկրպագային այդ արձանին, ասին որ մենք քո արձանից երկրպագություն չենք գներ։ Քո բալադիտ մեջ ծառայություն գնենք։ Քո բալադիտ մեջ պաշտոնյա կդառնանք։ Բայց քո կանգնեցուցած արձանի երկրպագություն չենք գներ, որտեղ մենք միայն ճշմարիտ Աստծո երկրպագություն ունենք։ Եվ այստեղ հետևաբար Սամոս 2 գուկա եւ հիշեցնե, ով է ճշմարիտ թակավորի մասին է խոսքը։ Ժամանակավոր թակավորներու մասին, ժամանակավոր ղեկավարներու մասին չէ խոսքը։ Մնայուն հավիդենական թակավորի մասին է խոսքը։ Անորոմանալ եկեղեցին երկրի վրա որ գաբրի այսօր ինչպիսի սպասումով եւ ակնկալությամբ գաբրի, հավիդենական ճշմարիտ թակավորի եւ անոր թակավորության մեջ քաղաքացիներ դառնալու ակնկալությամբ եւ սպասումով։ Անորոմար բادرակները այդպես ալ կսկսին։ Օրնյալը լա թակավորությունը, հորը, որդին եւ Սուրբ Հոգին։ Այդ թակավորության մեջն ենք։ Եվ այդ թակավորության սպասումով ակնկալությամբ նաև պետք է որ ապրենք եւ գաբրենք, մինչեւ իր ավարտին հասնելը։ Միջացական գա ժամանակահատվածը, մինչեւ այդ ավարտին հասնելը։
Հետևաբար եթե անցյալին Կարիմս ամուսներ առաջ կսե բիդի թակավորե նկատի առած իր վաղճանապանությունը, վաղճանը վերջին գադարումը, իսկ այստեղ որ կսե դերը արդեն կթակավորե, գուքա ասելոմար դեսեք բարեկամներ։ Ինչպիսի ղեկավարներ ալ կան, ինչպիսի ղեկավարներ ալ գրնան ըլլալ, բայց եվանգես այս բոլորի յետին գա ճշմարիտ թակավորը, որ ինքն է որ կթակավորե խորքի մեջ։ Ինքն է որ կթակավորե խորքի մեջ։ Որտեղ Քրիստոս քեղեցիկ արտահայտություն ունի որ գսե չկա ծարի դերև մը որ շարժի առանց օրս քիդությամբ անոր արտոնությամբ անոր հաջող այս երևույթները հագասական հաջող կտվին երբ որ չհասկանան ճշգրիտ եւ ամբողջական պատկերը թե ինչ է սերուզե առանց օրս գամքին ոչինչ կրնա բադահի, բայց ինչն է որ այսօր կտեսնենք որ կբադահի հորի, վատ, քեշ, չար, այս բոլոր երևույթները ինչպես կրնան որ հորը գամքով է որ կկատարվի։ Անորամա Բողոս Արաքյալ Բողոսացիներու նամակի մեջ կսե աղոթող են ցեզի համար, որ դու ունենաք գադարյալ ճանաչումը Աստծո ծրագրին, թե ինչպես կգործի Աստված այս բոլորի մեջ։ Ինչպես Աստված գոհտագործի այս բոլորը ի ավարտին իր ծրագրի լրումին, ավարտին եւ անոր կատարումին հասնելու համար։ Մեզի համար մարդուց համար դարունակ կտվի, մեզի համար հագասական կտվի, բայց եթե գճանչնան ծանոթ ենք, կսկսենք ըմբռնել եւ հասկանալ Աստծո ծրագիրները, Աստծո փորձելագերբը եւ ամբողջական պատկերացումը կսկսենք ունենալու իր ծրագրի խորհուրդներուն, ապա ավելի հստակ կդառնա մեզի։ Թե ասված ինչպես գրնա օգտագործել Նաբուկոդոնոսորը իբրև խավազան քաստիարագելու իր ժողովուրդը։ Ինչպես որ գսե Եսայի մարգարեի մեջ։ Նաբուկոդոնոսորը հեթանոս է, Աստված չի ճանչնա։ Բայց Աստված ինքը օգտագործե եւ իր ծրագիրը օգտագործե։ Նաբուկոդոնոսորը ինքը ծրագիր ուներ հարցակելու Երուսաղեմի վրա։ Եվ Աստված օգտագործե այդ ծրագիրը Թաստիարակության համար օգտագործելի իբրև խավազան Նաբուկոդոնոսորը իր ժողովուրդը թաստիարակելու համար։ Բայց շարունակությունն ագավոր ավելի հետաքրքրական է։ Հանկարծ սակայն եթե այդ խավազանը հբարդացավ իր սրտի մեջ, ես այդ խավազանը գոդրելու եմ։ Տեսեք նախատասություն գիսոտ չգարտան, Աստծո ծրագիր ամբողջական պատկերի մեջ տեսնենք։ Ուրեմն այսօր ալ ինչ որ կգադարի Աստված գրնա օգտագործել։ Իբրև խավազան թաստիարակելուն այլ իր ժողովուրդը, թե որքանով իր ժողովուրդը պիտի մնա իրեն հնազանդ հավատարիմ, թե որքանով ժողովուրդը պիտի չետա ուրիշ աստվածներու ետևե։ Իսկ եթե բեք հանգարց հբարդացավ գսե իր սրտի մեջ այդ խավազանը, Աստվածն է պատրաստ այդ խավազանը գոտրելու։ Եվ ինչպես որ օրամ Նաբուկոդոնոսորին, եւ ինչպես որ օրամ Նաբուկոդոնոսորի հաջորդ թագավորին, Բաղդասասարին։ Եվ որ խնջույքի բահուն նստած Դաջալեն փերված սպասներով, փաշակներով, քինի գխմեր գքինոմնար եւ իր խնջույքներն են որ պատրաստեր։ Եվ գսե թափնը երերցա։ Եվ բադի վրա գրեց. Մարե թեքեր։ Հաշվված կշռված, այսօր վերջին օրը է։ Եվ այնտեղ սպանելի թակավորը։ Գնշանակե Աստված ինքն է թակավորը։ Եվ անորոմ Սամոս 2 գսե դերին դե որ գթակավոր է, այժմ գթակավոր է։ Այնպես չէ որ հաջող մեր մտքերում մեջ կա Աստված թողած է երկրակուն ամբողջ իր մարդկությամբ միասին եւ գթավալի իր վրայով իր դարաբանքով իր նեղությամբ իր անորոշությամբ չէ անորոմանա մենք կգոչենք քրիստոնեական հավատքի մեջ Աստծո նախախնամությունը որ Աստված ինքը գեհետաբնտե հետամուտ է այս բոլորին ցերնացան նստած չի դիտեր թե ինչ տեղի ունենա Բայց Աստված ունի այնպիսի ծրագիրը, որում մենք ծանոթ չենք։ Եվ ադորամանա Աստվածաշունչը ինքը կանի այս բادرիկներով ու կան ներկայացնել մեզի քոնե պատկերը, ինչպես գիտեսե Բողոս Արաքյալ։ Շատեն միայն քիչը գիտենք հիմա։ Եվ անան բղդոր, ոչ հստակ։ Որտեղ դակավին հստակադեսություն է պետք։ Եվ այդ հստակադեսությունը ավարտին, ինչպես որ Արաքյալները իրենք էին, չհասկացան Քրիստոսի խոսքերը։ Չհասկացան Քրիստոսի պատկամները։ Քրիստոսի սորվեցուցը չհասկացան։ Հաջող հարցումներ արծուցին։ Ինչը սելգուզես Սենմացանի արագով, ինչը սելգուզես Բորոմի արագով։ Բայց հետո երբ որ Սուրբ Հոգին ստացան, հիշեցին, հասկացան,
ավելի հստակացավ իրենց մտքի մեջ թե այդ բոլորի մասին խոսքերը, պատկանները, պատվերները, պատվիրանները ինչի մասին էին։ Բայց այնքան ադեմ որ չունեին Սուրբ Հոգին, դակավին հստակ չէր իրենց համար։ Սուրբ Հոգին ունենալի հետո յալ, ինչպես Պողոս Արաքյալը գսե, հիմա շատեն միայն քիչը գիտենք։ Այնքան որքան որ գրված է մարդուն, որպես իմանա գիտաստանն պատրաստվի այդ բոլորին համար։ Հետևաբար Սերիկը Սեդերյանն է, որ այս Սամուս 99-րդ ուքա ներկայացնելու, որ դերը ինքն է որ կթակավոր է եւ թող ժողովուրդները թողան, որ ժողովուրդները, այն ժողովուրդները, որոնք ճշմարիտ Աստծո հավատքը չունին։ Եվ ինչու է որ պիտի թողան, որտեղ ինչ կսպասվի իրենց համար։ Դատաստան։ Ինչ կսպասվի իրենց համար, եթե ոչ Աստծո ահավոր վիճակը։ Անորամալ ագնալությունը որպես է ժողովուրդները թող թողան, թողանը եթե երբեք առնենք իր թրագան իմաստովը, եթե առնենք թրագան իմաստովը, կնշա երկյուղ ունենալու, որտեղ բարձ սովորական թագավորի մասին չէ խոսքը, որտեղ եթե հաջող բարձ սովորական աշխարհիկ երկրավոր մարմնավոր թագավորները հաջող կան եւ սարսափ կպատճառեն ժողովրդին, իրենց բռնատիրությամբ, եթե հանգարց որքան արավել եւս Եթե այս անգամ ճշմարիտ թագավորն է որ պիտի կա, սակայն ճշմարիտ թագավորի ճանաչում ունեցողին համար երբեք թողալու վիճակը չէ, այլ երկյուղածություն ունելու վիճակն է։ Իսկ անոնք, որոնք անոր ճանաչումը չունին, անոնց համար թողալու վիճակն է։ Այնպես ինչպես որ հայտնություն Հովանու գրքի մեջ կհիշեցնե։ Եվ որ անոր քալուստը տեղի ունենա գսե, ժողովուրդները ինչ վիճակ պիտի ունենան։ Իսկ իրենք պիտի ծածկեն Եվ լերներում պիտի ասեն, մեր վրա ինգեք, ով լերներ, մեզ ծածկեցեք անոր ահավորութենեն։ Որտեղ այսօր է, որ մարդ արարածը, այսպես լայն պերան հբարդությամբ կխոսի Աստծո հակառակ, իր ծրագիրներով, իր խորհուրդներով, իր բռնատիրությամբ Որտեղ բաղմը լրեցուցած է իր մեջ Աստուծո ցայնը։ Բայց երբ որ հանգարց բահը կա, ժամանակը հասնի, այն ադեմ պիտի իրականանա ճիշտ այս խոսքը, ով ժողովուրդներ, թողացեք։ Որտեղ ինքը գուկա իբրև թագավոր։ Հիմա ինքը կթագավոր է, բայց մյուս Սամոսին հետ երբ որ գաբենք պիտի թագավոր է, որ իր վերջնական հանգրվանն է, Պիտի կա իբրև թագավորի հանգամանքով, որ նշեմ մագանը իր ցերկին իշխանություն կա, թադերու աշխարհը։ Եվ հետաբար թող որ ժողովուրդները թողան, քերոպեներով շրջապատված է իր աթորին եւ բազմած թող աշխարհը սասանի։ Քերոպեներով շրջապատված է եւ այդ աթորին բազմած է, քիչ առաջ ինչու է որ ասի որ պատմական իր ժամանակահատվածի մեջ տեսնում։ Քերոպերերով շրջապատված ըլլալը եւ աթորին բազմած ըլլալը 5 դակարանյան ժամանակահատվածի մեջ գեյ հիշեցնե ուխտի դաբանագը, ուխտի դաբանագը։ Ուխտի դաբանագը այն դաբանագն էր, որ Աստված պատվիրեց Մովսեսին շինելու, ոսկիապատ, մայրի ծառերու փայտե շինված, եւ անոր մեջ 3 արարկաները Սափորմը լեցում մանանայով, Ահարոնի ծաղյալ քավազանը, քարե դախտակներով դաստապանյա պատվիրանները, եւ անոր գափարիչը գսե փագես, այդ 3 արարկաները մեջ տնես գափարիչով փագես, եւ այդ գափարիչին վրա գսե սերոփեներու եւ քերոփեներու ներկայությամբ, եւ անոր դեսիլքը դրված Մովսեսին Սինա լերան վրա, ինչ որ քեզի ցույց տվի գսե, նույն այդ քեզի դրվածով շինես, նույնը շինես Նույն դեսիլքը պիտի ունենար Եզեկել մարգարեն ինք, նույն դեսիլքը պիտի ունենար Հովանես Ավետարանի Արաքյալը ինք հայտնություն Հովանու գրքի մեջ, եւ գսե դեսա սերոփեներով եւ քերոփեներով բազմած քահին վրա, որոնք երկուքով գտրչեին, երկուքով իրենց դեմքերը գծածկեին եւ երկուքով իրենց ոտքերը գծածկեին։ Եվ այս ներկայությունը, սերոփեներու ներկայությունը, այդ ուխտի տաբանակն էր եւ Իսրայելի ժողովրդի համար ուխտի տաբանակը Աստծո ներկայությունն էր։ Ամեն անգամ երբ որ ուխտի տաբանակը քերի կդառներ, գարնեին, թշնամիները գուկային կհարցակեին եւ այդ ուխտի տաբանակը կքրավեին, իմը դի ունենալով որ այդ ուխտի տաբանակը իրենց համար ինչն է, իրենց վահանն է, իրենց զորությունն Աստծո ներկայությունն է։
Անորոշ ամեն անգամ երբ որ ուխտի տաբանակը քերիկ էր, այս ժողովուրդը դգար էր, այս ժողովուրդը անզոր էր։ Եվ հիմա գուքան ասելով դեր ինքը գտակավոր է, որտեղ հիմա ուխտի տաբանակը մեզի հետ է։ Եվ երբ որ մեզի հետ է, Պողոս առաքյալը գսի եթե Աստված մեզի հետ է, ով իցե մեզ հագարակ։ Եվ Աստծո ներկայությունը բարձ սովորական ներկայությունը չէ, այլ Աստծո ներկայությունը իր քահին բազմած սերոփեներով շրջապատված է։ Գնշակը այն փունթն է, զորքը, որուն համար երբ որ Քրիստոս գսեր Բեղադոսին, եթե ուզեմ, օրս կխնդրեմ, որպես է հայրս հրգե, քունթը, փանագը, ոգեղեն էյակներու։ Այլ խոսով կնշանակե, երբ որ Աստծո ներկայություն ունենք մենք մեր կյանքի մեջ, այս դողերը կան հիշեցնելու մեզ։ Իբրև ինչպիսին ունենք Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ։ Իր քահին բազմած, որպես թագավորի ներկայություն։ Եվ եթե բեք թագավորի ներկայություն է, եւ սերոփեներով շրջապատված է, անոր ներկայությունը ինչ կնե, ժողովուրդները կթողածն է, եւ աշխարհը կսարսի, կթողա, տեղեն կշարժի, Աստծո ներկայության։ Եթե այս ունենք իբրև ներկայություն մեր մեջ, որում Պողոս առաքյալը գսե, եթե Աստված մեր կողքին է, մեզի հետ է, ով իցե մեզ հագարակ։ Այս մեր գրած նեղություններուն, դժվարություններուն, անորոշության, տնտեսական, դակտաբի, քաղաքական, այս բոլորի մեջ գա իր ներկայությունը բազմած, իր քահին, իբրև թագավոր ներկայություն։ Այնպես ինչպես երբ որ հանգարց այս կամ այն ծևով վտանգի մեջ ենք, եւ մենք ծանոթություն ունենք դեղույն, քաղաքի, երկրի, կառավարիչին, հաջող նաեւ վստահություն ունենք, հանգիստ ունենք, որ նեղության եւ դժվարության մեջ ամիջապես ինչ կրնան գնել, զանգ տա, հերացային մնա, որ մեզի օգնության հասնի։ Որքան առավել եւս երբ որ քահին բազմած եւ այս կահը այս անգամ ինչպիսի կահի մասին է խոսքը, ոչ այդ ուխտի տաբանակն է, մայրի ծարի փայդերը շինված ոսկիով պատված, այլ ինչպես կսե Քրիստոս։ Եվ Աստված հոգի է, եւ անսերակոր տաճարներու մեջ է, որ գբնակի։ Գնշակը Աստծո ներկայությունը ունին մեր ներսիցին, այդ քահին բազմած, իբրև թագավորը։ Եթե ունենք, ով գրնա մեզի հակառակ տլալ, ամբողջ աշխարհն է, որ կսարսի, կսարսափի, կթողա անոր ներկայութենեն։ Եվ հետևաբար մեծ է դերը Սիոնի մեջ։ Սիոնը այն լերն է, որ ծանոթ է նաև իբրև Աստծո լեր, Աստծո բնակության վայր։ Եվ եթե դեք մեծ է դերը Սիոնի մեջ, ան է, որ գդիրե բոլոր ժողովուրդներուն վրա։ Ամենքն պիտի կոհապանեն անոր մեծ եւ ահավոր անունը, որովհետեւ սուրբ է անիկա։ Եվ արդեն տեսեք, ինչպես քիչ առաջ կսեի, բոլոր ձունկ պիտի խոնարի, բոլորը պիտի երկրպագություն ունեն, բոլորը պիտի թավանին, որ ինքն է ճշմարիտ միակ Տերը, Աստվածը, Թագավորը։ Եվ այստեղ տեսեք ներգայի եւ ապակայի հետ կապված միախառն, այսպես պատկերն է, որ կգծե, որ հիմա կթագավոր է, հիմա որ գդիր է բոլոր ժողովուրդներու վրա, բայց նաեւ պիտի կան ժամանակները, ուր բոլորն ալ պիտի կոհապանեն անոր մեծ եւ ահավոր անունը, որտեղ սուրբ է անիկա։ Զորավոր է թագավորը, որ գսիրե իրավունքը եւ թուն ուղամտությամբ կանոն հաստատեցիր ով դեր իրավունք եւ արդարություն հաստատեցիր ու ժողովրդի մեջ։ Եվ այս անգամ հիմա կսկսի խոսել այդ թագավորին ինչպիսին լալու մասին։ Իրավունքը սիրող, արդարություն հաստատող, ուղամտություն եւ ուղամտության կանոններ հաստատող իր ժողովրդին համար։ Եվ իբրև այսպիսի թագավոր մնայր ինչ է գսե, զորավոր թագավոր մնա։ Որ նաև սերգուս է, այն թագավորները, որոնք ներկայացուցիչն են ճշմարիտ թագավորին, ինչ ունենալու են իրավունքը սիրող, ուղամտություն հաստատող իր ժողովրդի համար։ Անորոմանը երբ որ մենք կգարտանք թագավորած քիրքերու մեջ կհանդիպենք թագավորներու, որոնք եղան Իրան ներկայացուցիչը ճշմարիտ թագավորին։ Բայց նաև եղան թագավորներ, որոնք չեղան ճշմարիտ ներկայացուցիչը ճշմարիտ թագավորին։ Անորոմանալ թագավորներ, որոնք եղան ճշմարիտ ներկայացուցիչը թագավորին, անոնք նաև ուղեցին ամբողջ ժողովուրդը դեպի ճշմարիտ Աստված պաշտության։
Իսկ անոնք, որոնք չեղան ճշմարիտ ներկայացուցիչը թագավորին, անոնք ալ ուղեցին առաջնորդեցին ժողովուրդը ուր սուտ աստվածներու պաշտամունքին։ Անոր ամանանեև աստված ամեն անգամ երբ որ մարգարեմը գղրգեր, առաջին հերթին ուր գղրգեր այդ մարգարեմը։ Թագավորի պալատը, արքունիք, գնա թագավորին այսպես է, Երեմիա մարգարե, գնա թագավորին արջև այսպես խոսիր, Եսայի մարգարե, Եզեկել մարգարե, գնա այսպես խոսիր, ով Թանիել, հետևաբար որգու խոսեին սկիզբը, թագավորին, որտեղ ճիշտ այդ թագավորին բարդականություններ ներկայացուցիչ ըլլա ճշմարիտ թագավորի ներկայության երկրի վրա եւ ժողովուրդը ստայնն ուղղելու դեպի ճշմարիտ աստված պաշտություն։ Եվ անորոմանալ այսպիսի թագավոր մնե, որ եթե եք այսօր իրավազրկված են, եթե այսօր չունիմ իրավունքս պաշտպանելու, թագավոր մնե որ ունիմ, ինչպիսին ալլան պայմանները իմ շուրջս, ունիմ թագավորը, որ իրավունքը գսիրե արդարություն հաստատած է եւ ուղղամտություն հաստատած է իր ժողովրդի մեջ։ Անորոմանալ Քրիստոսի հետ խաչագիծը երբևիցե Բիղադոսի դված վճիրը նկատի չարա։ Ըստ Բիղադոսի դված վճիրին խաչվեցավ։ Ըստ Բիղադոսի դված վճիրին խաչագիծը Քրիստոսի հետ խաչվեցավ։ Բայց այդ բոլորը մեկտի թրավ եւ հարցուց խնդրեց զիս հիշել երբ որ գուկաս ու արքայության մեջ։ Որ գնշա աշխարհը այսօր գտնա դատա վճիր տալ, վճրել, փանդարգություն, ցկյանս ման, կամ ցկյանս փանդարգություն, ինչ որ է դատա վճիրը։ Բայց եթե ունիմ թագավորը, որ իրավունքը գսիրե, եւ հանգած աշխարհիկ մտայնությամբ հասկացողությամբ այդ իրավունքս գխլվի, իրավունքս ոյ մեկը չկա պաշտպանող, բայց ունիմ թագավորը, որ բազմած է իր գահին վրա, եւ իրավունքը սիրող ուղղամտությունը հաստատող իր ժողովրդին, ինձ իգուդ այս անգամ մխիթարությունը, համբերությունը, սպասելու, եւ ինչպես կսե Թավիթ, համբերությամբ սպասեցի Տիրոջ, եւ ալիգա ինձ եկավ օգնության։ Հետևաբար մեր այս դժվարին պայմաններում մեջ, եթե հանգած իրավազրկված են, մեր իրավունքները խլված են, եթե ոչ անձնական, այլ ամբողջ այսօր ժողովրդի մը, ամբողջ ազգի մը, եւ որ իրավունքները գխլվին, երբ որ այսօր գսպանդվին, գչարթվին, գցեղասպանվին, եւ սելոմար ուր է աշխարհի արդարություն գոչված ուր են այդ իրավունքները պաշտպանողները, ուր է մարդկային իրավունք հասկացողությունները, ուր են human rights, ուր են։ Եվ այս երևույթները գուքան մեր մտքերը հաջող նաև շփոթեցնելու, սելոմար թե երբ մինչև ուր գրնանք հասնել այս բոլորով։ Եվ ինչպես նույն հարցումը հարցուց Հովանու Աբեդարանի հայտնություն Հովանու քրքի այն դեսիկին, որ զոհասեղանի տակ կային գսե հոգիներ, որոնք գաղաղագեին եւ գսեին մինչև երբ պիտի սպասես։ Ինչպես որ այսօր նայեք այդ սպասման վիճակն է հարցնեմ մինչև երբ այս ցեղասպանություն, մինչև երբ այս գոդորածները, մինչև երբ այս արևանքումները, մինչև երբ այս իրավունքներու խլումները եւ ով մեզ այս բոլորին դերը պիտի կանգնի, մինչև երբ։ Հետևաբար Սամոս Լուկա ասելու դա դերը գթակավոր է եւ նաեւ պիտի թակավոր է։ Այնպիսի թակավորությամբ ժողովուրդները պիտի թողան, աշխարհը ամբողջ պիտի սարսի, տեղերը պիտի շարժին, անոր ներկայությունեն։ Եվ սակայն մեզի տալու նաև այդ մխիթարությունը, շարունակելու մեր այս ընթացքը, բայելու մեր այս հավատքը, ինչպես կսե Պողոս Սարաքյան։ Բարի պատերազմ է, որ պատերազմեցավ։ Հավատքը բայեցի ընթացքս ավարտին հասցուցի եւ հիմա կսպասեմ արդարության բսակին։ Հետևաբար Սամոս Լուկա մեզի տալու այդ մխիթարությունը, որտես եթե թագավորը բազմած է եւ գթակավոր է, իր այդ թագավորությամբ նաև դալու մեզի այդ ներքին խաղաղությունը, ինչ որ ինքը խոստացավ։ Իմ խաղաղությունս է, որ կուտան ցեզի, եւ ոչ թե այս աշխարհի տված խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը եթե չունենք եւ կամ եթե չունենանք, դժվար թե կարելի է լա մեր այս առօրյա կյանքի
այս ամբողջ խորհրդի մեջ են անցնելու։ Հետևաբար փարապանեցեք Տերը մեր Աստվածը, երկրպագեցեք անոր քանին արչև սուրբ է արիգա։ Երկրորդ անգամը լալով դարձյալ գիշեցնե, փարապանեցեք անոր քանին արչև երկրպագեցեք, որտեղ սուրբ է արիգա։ Մովսես, Ահարոն, ինչպես նաև Սամվել մտերիմներ էին, անդադար աղոթեցին Տիրոջ եւ պատասխան տվավ անոնց։ Որ նաև գիշեցնե, որ եթե աղոթես, բայց աղոթես Մովսեսի նման, Ահարոնի նման, Սամվելի նման։ Հիմա դիտեք ուրիշ աղոթողներ չկային, կային աղոթողներ։ Անոնց աղոթներն ալ լսվեցան։ Բայց հետաքրքրական է այստեղ անոնց հիշեցումը Մովսեսն ու Ահարոն, որոնք կսե այստեղ մտերիմներ էին, բայց նաև այլ ուրիշ թարգմանություններու կամ սերակիներու մեջ այնտեղ օգտագործված կա նաև Մովսեսն ու Ահարոն քահանաներ էին։ Այսինքն Աստծո տաճարի մեջ Աստծո ներկայությամբ Աստծո ծառայողներն էին։ Իսկ Սամվելի բանակային փոքր տարիքեն արդեն սկսած Աստծո տաճարի մեջ, որ իր մայրը Աննան եւ որ չեր գնար ծննդաբերել երեխա ունենալի հետո նաև խոստացած էր այդ երեխան ընձայելու տաճարի։ Բայց այստեղ այս օրինակները գուտա ասենոմար թե Աստված ինչպես աղոթները լսող է, նաև աղոթներուն պատասխան տվողն է, բայց նաև ինչ է ամբիսյունի մեջև խոսեցավ իր ժողովրդին, հիշեցումն է ամբիսյունով, գրագիսյունով, ամբիսյունի մեջև խոսեցավ իր ժողովրդին եւ անոնք հնազանդեցան անոր պատվիրաններուն եւ իր դված կանոններուն։ Դեր մեր Աստվածը դու միշտ պատասխանեցիր անոր խնդրանքներուն, որոնց Ահարոնին, Մովսեսին, Սամվելին պատասխանեցիր, բայց նաև ներող եղար թուն անոնց բադիժով հալուցանող անոնց անիրավ կործերուն։ Նշանակ է, ի բանջել արգին, երբ որ անոնք սխաններ կործեցին, իրենց սխաններուն համար նաև Աստված իրենք բաճեց։ Եվ այդ բադիժը հանդիմանական բադիժ իմաստով, հանդիմանական, անդրադարձի գիտակցության։ Երբևիցե չի նշան, եթե անոնք գաղութեն, իրենց աղոթները կխնդրվի, խնդրանքները կպատասխանվի, ուրեմն իրենք կրնան նաև չէ։ Ի բանջել արգին, եթե սխաններ ունին, ինչու չէ, նաև այդ սխաններուն իբրև, այսպես անդրադարձի գիտակցության, սրբատության, այլ խոսքով իրենք հասցնելու այն դեղին, որուն համար դերը ինքը պատրաստած է։ Եվ որ կգանչեք հեզ զիս յուրականչուրը և յուրականչուրին գուդա, ինչ որ պետք է դա շնորհքը, երբ որ դակամին գաբրինք մեր մարդկային բնությանը մեջ, և մեր այդ մարդկային բնության մեջ կան այնպիսի դակամին դարեր, երեսներ, քիձեր, որոնք պետք է որ դաշվի, պետք է որ սրբակրվին։ Այնպես չէ, որ ամեն ինչ գարդոնվի այլևս ինձի, այնքան ադեմ, որ եթե Աստծո այդ մտերմության մեջ եմ, կամ Աստծո այդ պաշտամության, Աստծո այդ ծառայության մեջն եմ, ի բանջել արգին, սակայն Աստծո մոտեցման եղանակը նաև ցույց կտա, թե ինչպիսին կմոտենա նաև Տերը, իր ներողամտությամբ, իր ողորմությամբ, իր քթությամբ, բայց նաև հիշեցում այդ հանդիմանության եւ անորը Պողոս Արաքյալը ասել մի ներվիկ, երբ որ Աստված ցեզ կհանդիմանե։ Այլ ընդհակառակը ուրախ եղեք, որտեղ իբրև հայր է, կնշանակե, որ ցեզ կսիրե։ Այլևս եթե հայր, իբրև հայր ցեզ չսիրե եւ ցեզ ըստանում չհանդիմանե, ուրեմն երբեք մենք կարևոր չենք իրեն համար։ Ինչու հանդիմանե։ Բայց երբ որ կհանդիմանե, ուրախ լանք այդ հանդիմանության մեջ, որ իբրև հայր է, որ կսիրե եւ անով գուզե մեզ կատարելության հասցնե։ Անորամ երբ որ ունիմ ամբողջական գիտությունը Աստծո ծրագրին, անորամանը կխնդրեմ նաև իմաստություն եւ համբերություն, թե այս բոլորի միջով ես երբ որ գանցնիմ, ինչու է որ գանցնիմ ես, ինչ ունիմ սորվելիք ես, Աստված ինչ կուզե որ ես սորվեմ։ Հաջող չեմ անգիտեր ինչ կուզե Աստված ինձ մեն։ Ամեն ինչ կցերնարգեմ եւ հաջողություն չեմ գտնել։ Կսկսեմ մտածել ինչ է Աստծո կամքը, ինչ կուզե Աստված ինձ մեն։ Բայց տեսեք, քիծեր կան, նկարագրային քիծեր կան, երևույթներ կան իմ մեջս, որ Աստված կուզե որ սրբակրվին այդ բոլորը։ Եվ եթե հարցնենք ինչու կուզե որ սրբակրվին,
Որտե Պողոս առաքյալը գսե գուզե որ իր նմանության հասնի։ Գրնանք հասնել, այո, գրնանք հասնել։ Եվ որ դված է մեզի հրավերգոճը, անոր այդ միասին նաև դված է մեզի օրդությունը, դված է մեզի շնորհքը, նաև դված է մեզի գուտա մեզի նաև կարողությունը, որովհետեւ նաև հասնենք այդ նմանությամբ։ Այնպես երբեք ալի մաս պիտի չունենա, երբ որ առաքյալը գսե գուզեմ որ հասնենք Քրիստոսի հասակին։ Երբեք ալի մաս պիտի չունենա Քրիստոսի խոսքը, երբ որ գսե գադարյալ եղեք, ինչպես ծեր երտնավոր հայրը գադարյալ է։ Եվ գադարելությունը ինչի մեջ կտեսնենք գադարելությունը։ Նմանելու Աստծո գնշակի անոր պատկերին եւ նմանությանը համացան եւ Պողոս առաքյալը այդ պատկերն ու նմանությունը գոկտակորձե 3 բառեր ապրելու սրբությամբ, արդարությամբ եւ ճշմարտությամբ։ Եվ եթե այսօր հարց տանք յուրաքանչյուր իրանցին, այսօր որքանով սրբությամբ կյանք կապրենք։ Արդյոք որքանով այսօր արդար կյանք կապրենք։ Արդյոք որքանով այսօր ճշմարիտ կյանք կապրենք։ Որոնք նկարագրային գիծերն են Աստծո պատկերին եւ նմանություն ունենալուն։ Արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ ապրելու։ Որն համար է որ Աստված երբ որ ստեղծեց մարդը, մարդուն այս գիծերն է որ տվավ իրեն նմանություն եւ պատկեր ունենալու մեջ։ Եկեք շինենք մարդը մեր պատկերին եւ նմանությանը համացայն, որովհետեւ մարդը ապրի արդարությամբ, սրբությամբ, ճշմարտությամբ եւ այս երեքին հետ նաեւ դալու իշխանությունը դիրեցեք, ինչ որ ես սեզի դվի։ Երբ որ մեղքը կործեցին, անհնազանդ եղան, գործընծուցին ճշմարտությունը, արդարությունը, սրբությունը, մնաց միայն իշխանությունը։ Անորար մարդը այսօր կօգտագործի այդ իշխանությունը, ամեն ինչ ընելու, ի հեճուկս իր անձնական ծրագիրներուն համար։ Մնաց միայն այդ իշխանությունը։ Եվ այդ իշխանությունը օգտագործելու փաստասական իմաստով, ոչ թրական։ Եթե թրական շատ է։ Եվ ադորաման երբ որ վերստին կգտնեմ այդ պատկերն ու նմանությունը արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ ապրելու, ըստ այնը նաեւ օգտագործելու այդ իշխանությունը, որ դրված է ինձի, որպես մարդ արարած։ Հետևաբար այստեղ ուկա եւ հիշեցին են, անոնք եթե մտերիմ էին իրենք, իր ծառայության մեջ էին, աբոտեցին եւ պատասխանեց, բայց նաեւ երբ որ հանգարձանոն սխալը մեղքը կործեցին, իրենց կատարածին համար նաեւ Աստված ներով Աստված որպես բադիժով հատուցանեց։ Ի վերջո դարձյալ հիշեցնե, փառաբանեցեք Տերը, մեր Աստվածը, երկրբակեցեք անոր, իր սուրբ լերան վրա, որտեղ սուրբ է Տերը մեր Աստվածը։ Եվ հետաքրքրականորեն եկեղեցական հայրերը, երբ որ սերտած են այս սամուսը, այս սամուսին մեջ տեսած են սուրբ երրորդության ներկայությունը, որովհետև 3 անգամ կհիշվի սուրբ է անիգա, սուրբ է անիգա, սուրբ է անիգա։ Առաջին սուրբ է անիգա ամեն կան պիտի կողապանեն մեծ եւ ահավոր անունը սուրբ է անիգա, փառաբանեցեք Տերը սուրբ է անիգա եւ վերջին դողը փառաբանեցեք իր սուրբ Տերանը, որովհետև սուրբ է Տերը։ Եվ այս երրորդության սուրբ աթհասկացողության Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին այդ փառաբանանքի մասին է, որ մենք Քրիստոսի հետո եւ որ ավելի կհստակեցնեն, որ Հայր, Որդի, Սուրբ Հոգին, այլևս անցյալին մարդը չուներ այդ ըմբռնումը երրորդության գաղափարին, ուներ միասվածության գաղափարի ըմբռնումը 5 դակարանին։ Հետո սակայն Քրիստոսով նոր գտակարանյան ժամանակահատվածի մեջ ավելի հստակ կդառնա եւ Որդին գայտնվի Հորը վկայությամբ, Սուրբ Հոգիի վկայությամբ, այնտեղ ցույց տալու երրորդության ներկայությունը։ Եվ մենք երբ որ այսօր երգենք երրորդության նվիրված ճարականը Սուրբ, Սուրբ, Սուրբի, ինչպես որ Բեսիլ կտեսավ Եսայի մարգարեն, 6-րդ գլուխ։ Տեսա Աստծո քահը բազմած անոր շուրջ ոգեղեն էակները, որոնք երգեին Սուրբ, Սուրբ, Սուրբ դեր զորությանց լի են երկինք եւ երկիր բարոք քո։ Եվ մենք գալ երբ որ ամեն գիրագի այս 3 սրբյան շարականն երգենք, այն դեսիլքին հասկացողությամբ նաև խնդրելու Աստծուց որ մեզ երկագից դարձուր եւ վայել ունենալու, ինչպես ոգեղեն էակներ իրենք ամեն անդադար
երկեն ու սուրբ անունը փարա որերով։ Մենք ակնկալենք Աստծուն, որ մեզ երկակից դարձնի այդ խումբին, այդ երջախումբին։ Այսինքն ամեն անգամ երբ որ երեք սրբյան շարականը երկենք, բաղը պատկերացնենք, որ Աստծո ներկայության շուրջ, ինչպես կսե հայտնություն օրվանուքիրքը, քահը, որուն շուրջ կային գսե ոգեղեն էակները եւ անոնց շուրջ կային նաեւ 24 երեցները։ Նկատի առած 12 ցեղերու հին եւ 12 ցեղերու նոր Իսրայելը, հին Իսրայել եւ նոր Իսրայելը, որոնց մեջ ամբողջությունը գարձեկցեվոմը պատկերացնող եւ խորհրդանշող։ Ուրեմն մենք ալ ոչված ենք նույն այդ փառաբանանքը անելու Աստծո սուրբ անվանը, որովհետեւ Աստված ինքը սուրբ է։ Եվ այդպես ալ պատարակի ընթացքին երկենք ինչ։ Միայն սուրբ, միայն Տեր Հիսուս Քրիստոս։ Որտեղ թունես միայն սուրբը, իսկ հոն ուր որ սուրբի ներկայությունն է, այնտեղ կդառնա փոխանցիկ, կդարածվի։ Ինչպես համաճարակը կդարածվի, որպես բայց սրբությունը առավել եւս եւ անորամար է որ Տերը գսեր Մովսեսին, հանե գոշիկներդ, որտեղ հոն ուր որ գողես սուրբ Տեր է, որտեղ սուրբի ներկայությունը հոն է։ Անորամար երբ որ մենք եկեղեցի կերտանք եւ եկեղեցին որպես սրբավայր կնկատենք, ոչ թե քարերը դարբեր քարեր են, այլ որտեղ Աստծո ներկայությունը այնտեղ է։ Այո, հիմա գրնա գսել Աստծո ներկայությունը ամեն տեղ է։ Հետևաբար ամեն տեղը սրբության տեղ է ուրեմն, այդպես պետք է մոտենալ։ Բայց ընդհանրակը Աստված երբ որ մասնահատուկ ցեվով գսե հանե գոշիկներ որով հոն որ գողես հոն սուրբ է, որտեղ հոն է որ հանդիպում տեղի ունենա իմ եւ Աստծո միջեւ։ Այո, Աստված ամեն ուրեք է գրնան գսե։ Աստված ամեն տեղ է գրնան գսե։ Բայց երբ որ թեմ հանդիման եմ Աստծո հետ, գնշա ես հիմա իմ գաբս, իմ հարաբերությունս, իմ հաղորդակցությունս սուրբին հետ է, սուրբին ներկայությամբ է, որ նաև իր սրբության բաս ես ինչ կդարձնե, սրբության այդ կոչումի մեջ, եւ անորամար 5 դագարանեն մեջ վերելով Պետրոս Արաքյալը գսե սուրբ եղեք, որտեղ ցեզ կանչով Աստված ինքը սուրբ է։ Ուրեմն սրբության կոչումը հատուկ մարդոց չէ դրված, որպեսզի օրացուցային ցանկի մեջ անցնին, իբրև դոնելի սուրբեր։ Այլ յուրաքանչյուր անձ որ գուքա վերստին ծնունդ կստանա Սուրբ Հոգիով, Հորը Որդին եւ Սուրբ Հոգին անունով, արդեն այդ բանուն իրեն գդրվի այդ սրբության գոչումը, ապրելու սրբության կյանքը, որովհետեւ մգրդվեցավ Սուրբին անունով, Հորը Որդին եւ Սուրբ Հոգին անունով։ Ինքն է միակ ճշմարիտ Սուրբը եւ ուր որ ներկայությունն է անոր կդարձնե այդտեղը նաև սրբության վայր։ Աղոթենք հետևաբար, որ Քրիստոսի ներկայությունը որտեղ կդած է, եթե գսե Պողոս Արաքյալը, իր ներկայությունը արդեն մեզ կդարձնե այդ սրբության կոչումի մեջ։ Բահենք մեզի դրված այդ կոչումը մինչև վերջ։ Հակառակ մեր ունեցած նեղության դժվարության այս պայմաններում բահենք մինչև վերջ, որպեսզի նաև արժանի լինան հավիտենական կյանքի այդ ժառանգության եւ երկնքի մեջ նաև անոր սուրբ անունը փառաբանելու, ինչպես ոգեղեն էակներ անդադար կփառաբանեն։ Աղոթենք։ Ով երկնավորայր, թուն որ սուրբ ես եւ քու ներկայությամբ դեղը նաև կսրբացնես, առավել եւս այն մարդ արարածը, որ քեզ հետ հաղորդակցության եւ շփման մեջ կմտնե, անոր նաև կուտայս այդ սրբության կոչումը։ Շնորհակալ ենք, որ դու մեզ կանչեցիր եւ մեզ Հիսուս Քրիստոսով սրբեցիր, մաքրեցիր։ Մեր մեղքերեն, մեր անօրենություններեն, հակառականոր, որ մենք տակավին գաբրինք մարմնավոր այս վիճակը, իր ցանկություններով, իր գիրքերով, իր մտածումներով եւ խորհուրդներով գաղութենք եւ կխնդրենք ով երկնավոր Հայր։ Ինչպես անցյալին լսեցիր, պատասխանեցիր աղոթքները Մովսեսի, Ահարոնի, Սամվելի, բայց նաև իբանչել արգին անոնց կատարած անօրենություններուն համար, նաև ներողամտությամբ պատճեցիր եւ հանդիմանեցիր։ Այսօր նույն վիճակի մեջ ենք։ Լսե մեր աղոթքները, քո հայրական սիրովդ եւ հոգացությամբ պատասխանա այդ աղոթքներուն, քո կամքիդ համաձայն։ Իսկ եթե երբեք իբրև մարդ մտքով, մտածումով, խոսքով կամ թե գործով, մեղքեր ենք գործած, կամ մի գործենք արդեն, քո ողորմությամբ նայիր, եւ քո պատճական միջոցները այնպես մրև, որ տանելի լինան մեզի համար, որպեսզի սրբակրություններ անենք, այդ բոլորով միասին նաեւ քո նմանությունը ունենալու համար։
Բավան ամենայնի Քրիստոս աչքո հովանի լիցի վերամեր իդվե եւ իքիշերի ինստիլիտան իքնալի ճանապարհ ինչեր եւ իհարներ զիմի տեքսասանեցայից եւ հողորմիա կոարարացոց եւ մեզ բազմամեղացս ամեն